Հարկնեժդեհին։ Ինչպես տեսնում ենք, Նիկոլի, Աննայի, Ժաննայի Էրդողանյան կրթական համակարգը արդյունքներ չի տալիս։ Նիկոլը հերթական անգամ զայրացել էր, երբ որ Տաուշում տեսել էր գյուղերից մեկում երեխաները Մասիս են նկարում։ Իրեն թվում է, որ ինքն ու Աննան սկսել են հակակրթել հայ ժողովրդին, Ժաննան էլ են կողմից կտրում է մեր արժեքներից։ Կրթության նախարարը նկատի ունեմ Ժաննան, էլ են Պետրոսի, են Հմեգի Պետրոսի կինը, են Տականքի կինը, ով էլ մեզ քարոզում է վաղ, սարսափ, ենթարկվել։ Մարդու դրանք ընտանիք, ասենք որ Նիկոլն ու Աննան, Պետրոսն ու Ժաննան էլ ընտանեկան դավաճաններ են։ Նիկոլի մոտ բան է առաջացել եւ ինքը պետք է զեկուցի դա Ալիևին ու Էրդողանին, ոնց է լինում, որ այսքան այս համարը մի տարի է կրթական բանը ջահ են վերցրել ձեռքները, մարդու կնիկ վազում են գյուղերով, քաղաքներով, բայց մարդիկ էլի Մասիս ու Արարատ ու չգիտեմ ցեղասպանության հուշարձան են նկարում։ Ինքը պետք է զեկուցի, չէ՞ Ալիևին, ինչի՞ չի արդյունք տալի։ Դե բնական է, իրենք իրենց մարդկանց վերցնում են, գնում են մի պատի տակ նկարվում են, ասում են այս գյուղն եկան, գյուղացի կընդունեցին։ Իրենց մարդիկ են։ Այս գյուղը գնացինք, այն քաղաքը գնացինք։ Նիկոլն ու Աննան մի ծանր հանցագործություն են վիզ վերցրել, որը անհնար է։ Չմոռանանք, որ Դերձորի ճանապարհին այդ ավազների վրա, որ մարդիկ գնում էին մեռնելու, էլի հայ մայրը իր երեխին հայոց այբուբեն էր ավազի վրա սովորեցնում։ Ժամեր հետո մեռնելու էին, բայց սովորեցնում էր։ Նիկոլը չգիտի, որ ինքը այդ համակարգի դեմ է դուրս եկել։ Այդ համակարգը անպարտելի համակարգ է։ Ուրեմն Նիկոլի, Ժաննայի, Աննայի ծրագիրը, որքան էլ Էրդողանի գիրքը կրծքի տակ նկարվի, որքան էլ Աննան գրի, ես ընթերցեցի Էրդողանի գիրքը, հեսա գալու եմ ձեզ լուսավորեմ։ Էլ բան չէր մնացել աշխարհում, գրական հեղինակ չէր մնացել։ Բան Շեքսպիրն է դարձել Էրդողանը, կամ Ռաֆին է դարել մեր։ Պատկերացնում եք, Էրդողանի գիրքը սերտեց վերջապես, ասում է Աննան, հələ տեսեք դրանց հպարտությունը։ Ինչևիցե չի ստացվում իրենց մոտ ու առհասարակ ես ուզում եմ գրառումներին անդրադառնամ այս մի պահին էլ, ասենք, երբ որ Նիկոլի հանցանքները հակահայ, այսինքն թուրքամետ հանցանքները, երբ որ Նիկոլը ներկայացնում է, որ Արարատից չենք խոսելու, չենք նկարելու, ցեղասպանությունից չենք խոսելու, Արցախ չենք գնալու անգամ, ոչ թե չենք խոսելու, Արցախ էլ չենք ասելու, Ղարաբաղ չենք էլ գնալու, թուրքերը գալու են։ Այսինքն այս բոլորը, որ Նիկոլը իր ամենօրյա խոսույթն է, ինքը չի թաքցնում մարդկանցից, խոսում է, չէ՞։ Այս ամեն ինչը Արարատից չխոսել, ցեղասպանությունից չխոսել, Արցախից չխոսել, չէ՞։ Սրանք բոլորը թուրքահպատակ արտահայտություններ են, չէ՞։ Սա թուրքի ցանկություն է։ Ոչ մեկ չի կարող ասել, որ սա թուրքի ցանկություն չի, չէ՞։ Հիմա երբ որ մեկը, ասենք օրինակ ես ընդդիմանում եմ Նիկոլի այս արտահայտություններին, հայտնվում է մեկը գրառման տակ գրում է դու թուրքահպատակ ես, ինչ։ Ու իմ մոտ հարց է առաջանում, այս մարդը ինչ է ուտում, որ այդպես է մտածում, էլ ուրիշ բան չեմ կարող ասել, էլի։ Ասենք, եթե Նիկոլն ասում է Արարատը մոռացեք, դա թուրքահպատակություն է։ Այսինքն Նիկոլը թուրքահպատակ չէ, երբ որ ես ասում եմ չէ, չեմ մոռանում, ես եմ դառնում թուրքահպատակ։ Ես ուզում եմ հասկանամ, այդ մարդն ով է։ Ասենք Նիկոլն ասում է ցեղասպանություն ուրացի, այդ մարդու համար դա թուրքահպատակություն չի, որ ես ասում եմ չեմ ուրանում, դառնամ թուրքահպատակ կամ թուրքի տակ պարկած։ Ես ուզում եմ հասկանամ այդ մարդը ո՞նց է հասկանում։ Թուրքահպատակ ասելով ինչ է հասկանում։ Ցեղասպանություն ուրացող, թե ցեղասպանություն չուրացող։ Գիտեք, դուք դրա համար եք ուշում նիկոլական, բայց դուք միշտ եք եղել, մինչև Նիկոլն էլ եղել եք դուք։ Ուղղակի Նիկոլ չկար, ձեր անունը նիկոլական չէր։ Հիմա Նիկոլն եկավ, լուստրացիա տեղ ունեցավ։ Այդ բանը, այն ամենաներքևի այն ոչնչությունը գլուխ բարձրացրեց։ Նիկոլն է ձեզ ակտիվացրել։ Նիկոլից առաջ դուք ձեր տանը խելոք վերընկած էիք եւ սպասում եք, թե Սերժիկն ու Ռոբերտը երբ մարդ պետք է ուղարկեն ձեր տուն, ընտրությունից ընտրություն, որ մեր 2 կոպեկ փող տան, դուք գնաք ընտրության։ Նիկոլի ընտրազանգվածը կամ Նիկոլ գովերքողները դուք ձեր տանը նստած առաջ վերընկած սպասում եք, թե երբ Ռոբերտն ու Սերժիկը իրենց փող բաժանողներին ուղարկեն ձեր տուն, որ դուք գնաք Ռոբերտին ու Սերժիկին ընտրեք։
Դուք եք այն վաղ նիկոլական չէիք, այն վաղ դուք զոմբի էիք, բայց դուք ձեզ արգելված էր որ դուք ակտիվանաք։ Հիմա Նիկոլն եկավ ասեց 3 միլիոն վարչապետ, ձեր գլուխը մտավ, դուրս եկեք, ձեզ որ կեղտը հանել է ջրի երես, որ կարողանա քողարկել իր հանցանքները ձեր միջոցով քողարկում է Նիկոլական։ Դուք ուղղակի ես չգիտեմ, դուք եք նույն հացը, նույն խանութից եք երևի օգտվում, նույն հացն եք ուտում, նույն զավարը, ձուն, պանիրը, չէ՞։ Բայց դուք ո՞նց եք այդպես մտածում, ասենք, ո՞նց կարելի է Մասիսն արգելողը լինի հզոր վարչապետ կամ հայամետ, ասենք Մասիս գովերքողը լինի թուրքահպատակ։ Չեմ հասկանում ես, ձեզ չեմ հասկանում։ Իսկապես ախրի մարդ պետք է այդ հասկացողությունն արդեն մարդկային չէ, դա արդեն ավելի ներքև է։ Հասկանաք, ներքև է։ Անասնական է։ Դառնամ այդ կառավարության անդամներից շատ են խոսում, չէ, հա մինչև երբ այն որ ասում է ցեղասպանությունը մոռանանք, ուրանանք, բան, բարեկամանանք թուրքերի հետ, ասում է, հա մինչև երբ պետք է շարունակվի այս բանը, այս հակամարտությունը թուրքերի հետ, պետք է մի օր բարեկամանանք, մի օր ապրենք։ Հա, այդ մինչև երբ է, ես եմ ասում, դուք ինչ եք հագարակ ուղղությամբ գնում։ Մոնթեն ասում էր խաղաղություն կլա մեր հաղթանակով։ Ցեղասպանվածը, եթե ինքը իր վիշտը չի տանում միջազգային դատարան, ինքը շարունակ ցեղասպանվելու է ու խաղաղություն չի լինելու, այդ ձեր մինչև վերջը տարածվելու է։ Աշխարհի գերտերությունները ցեղասպանություն են ճանաչել։ Հայաստանի որ մի կառավարությունը Լևոնից սկսած, Ռոբերտիկով, Սերժիկով, Նիկոլիկով, որ մեկը վերցրեցիք ցեղասպանության հարցը տարակ միջազգային դատարան, որ միջազգային դատարանն էլ իօգուտ մեզ չորոշեց։ Եթե հանգարց իօգուտ մեզ էլ չորոշեր, կասենք Ամերիկա, դու ցեղասպանություն ես ճանաչել, Ֆրանսիա, եկեք դեր կանգնեք, միջազգային դատարանը հոմենակ մերը չի, ձերն էլ է։ Դուք երբ ցեղասպանության, պահանջատիրության հարցը տարակ դրիկ դատարան, որ հիմա էլ ասեք մինչև երբ պետք է թուրքերի հետ շարունակվենք։ Հա, մինչև երբ պետք է ծածկեք մեր մորթվելու փաստը, որ ասեն շարունակվի։ Մինչև չտանեք միջազգային դատարան, մինչև թուրքերը ներողություն չխնդրեն, այս կռիվը գնալու է։ Դուք սխալ ուղղությամբ եք տանում։ Ինչքան տանեք, ես չեմ ներելու թուրքին։ Մինչև ինքը ծնկաչոք, չգա, չխնդրի, ներողություն, չհատուցի, ես ոնց իրեն կներեմ։ Ուրանալ, մոռանալ ցեղասպանությունը նշանակում է պատրաստվել հաջորդ ցեղասպանության։ Թուրքը այդ տեսակ կենդանի է։ Դու իրան մի հանցանքում ներում ես, ինքը այդ հանցանքն ավելի է զարգացնում։ Ինքը այդ տեսակ կենդանի է։ Հիմա ես եմ հարցնում, մինչև երբ եք ուզում մեզ մատաղացու գառի պես, այդպես սխալ ճանապարհով տանեք, որ թուրքը համորթի։ Նորից եմ կրկնում, աշխարհի գերտերությունները ցեղասպանությունը ճանաչել են փաստ։ Իրենց օրենսդիրներով, նախագահներով, հասկանում եք։ Երբ դուք մտաք միջազգային դատարան ու այդ պետությունները չեկան իրենց ճանաչածով ձեզ չաջակցեցին եւ Թուրքիայի հերը չանիծվեց։ Մինչև երբ եք դուք այս ուրացման process-ով գնալու, որ այս գործը անընդհատ երկարի մենք էլ հալածվենք։ Մինչև թուրքը չճանաչի, այս process-ը չի կանգնելու։ Նիկոլը որքան էլ ասի Մասիս մի նկարեք, արագած նկարեք, կամ ձեր գյուղի падանից երևացող սարը նկարեք, միևնույնն է։ Մասիսն է մեր խորհրդանիշը։ Մասիսն է մեր խորհրդանիշը։ Եթե ես արդեն, ասենք, աչքս բացել եմ Աժդահակ լեռն եմ տեսել։ Մեր գեղամա, Սևանի ափին է։ Պագաս լեռ չէ, շատ գեղեցիկ լեռ է ու ցածրել չէ։ Մոտ 3600 մետր բարձրություն ունի։ Բայց իմ համար խորհրդանիշը դա Արարատն է։ Արագացնել չի, Արարատը։ Որովհետև իմ պապերը այդտեղ են սկսել մտածել, մարդ դարձել, տասնյակ հազարավոր տարիներ առաջ, ու այդտեղից սկսել են մնացածին կրթել։ Դա իմ խորհրդանիշն է։ Իմ աչքից ինչ ուզում է երևա, ինչ բլուր ուզում է երևա։ Ճիշտ ուղղությամբ հենց գնացինք, այսինքն չեղավ Նիկոլ ու Նիկոլական, միջազգային դատարանում մեզ աջակցելու են գերտերությունները, որովհետև իրենք ճանաչել են մեր վիշտը։ Չեն կարող, մենք վկաներ շատ ունենք։
Ուղղակի դատարան տանուխ չունենք այդ գործը։ Չեն տանում դատարան, հետո ասում են մինչև երբ պետք է սեն շարունակվի։ Ես եմ հարցնում, մինչև երբ եք ժողովրդին մոլորեցնելու։ Հիմի Նիկոլագան, որ ես լսես, գլխի կլնես, ես թուրքահպատակ եմ, թե թուրքի մաման լացացնող։ Մենակ խաղությամբ, խելքի եկեք վերջը վերջո։